Վահեն Զամբյուղի ելակներն այս ու այն կողմ է տանում գտնելու ամենահյութեղն ու կարմիրը եւ հյուրասիրելու իրենց դպրոց այցելած էստոնական խորհրդի ներկայացուցիչներին։ Արևային պանելներով, կոմպոստացման եւ անձրևաջրերի հավաքման համակարգերով հագեցած այս նորարար ջերմատունը Աչաջուրի դպրոցում կառուցվել է Hydro-Green Tavush ծրագրով, որ երեխաները դեռ դպրոցական տարիքից հասկանան ինչու է կարեւոր սննդի անվտանգ արտադրությունը։ Hydro-Green Tavush նախագիծը ծնվեց տարածաշրջանի երկրների հետ քննարկումների եւ մեր ունեցած փորձի հիման վրա։ Նորարարական գյուղատնտեսական տեխնոլոգիաները շրջակա միջավայրի պահպանության նպատակով կիրառելու համար։ Հետագայում որոշեցինք այն կապել նաեւ կրթության ոլորտի հետ, որպեսզի այս լուծումները հասանելի լինեն նաեւ դպրոցականներին։ Ծրագրով նման ջերմատներ են կառուցվել նաև Կողբ եւ Սևքար համայնքների դպրոցներում։ Արդյունքում 6-ից 9-րդ դասարանների ավելի քան 400 աշակերտ ոչ միայն մասնակցել է ջրախնայող տեխնոլոգիաներ եւ օրգանական թափոնների արդյունավետ կառավարում թեմայով դասընթացին, այլև ներգրավել հենց ջերմատներում բույսերի աճեցմանն ու խնամքի ամբողջ գործընթացին։ Ծրագիրը մի կողմից խրախուսում է նորարարական ջուր խնայող տեխնոլոգիաների կիրառումը, մյուս կողմից տալիս է երեխաներին agrarային կրթություն ստանալու հնարավորություն։ Այսպիսով ծրագիրը նպատակ ունի բարձրացնել Տավուշի դպրոցականների եւ ուսուցիչների իրազեկվածությունը հիդրոպոնիկ համակարգերի, ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման եւ օրգանական թափոնների կոմպոստացման, ինչու՞ չէ նաեւ բիզնես մտածողության ձևավորման վերաբերյալ։ Այցելելով ջերմատուն կարող եմ վստահասել այս փորձը նրանց շատ օգտակար կլինի անկախ մասնագիտությունից։ Օրինակ տեսա, թե ինչպես է մաթեմատիկայի ուսուցիչը հենց ջերմատանը երեխաներին սովորեցնում հաշվել ծախսերն ու եկամուտը։ Hydro-Green Tavush ծրագիրն ուղղված է նաև կլիմայական եւ սոցիալական մարտահրավերների հաղթահարմանը, միաժամանակ ստեղծելով զբաղվածության նոր հնարավորություններ Ղարաբաղից տեղահանված անձանց համար։ Ֆինանսավորում է Էստոնիայի Հանրապետությունը, իրականացնում փախստականների հարցերով Էստոնական խորհրդի հայաստանյան մասնաճյուղը։ Ծաղկանուշ Միրզոյան, Էդգար Դավթյան, լուրեր։